Ուշադրություն, այսինքն այսօր մենք խոսելու ենք ուշադրության մասին։ Ուշք ու միտք, լսել եք այդպիսի արտահայտություն։ Ուշք և միտք։ Կամ էլ ասում են ուշագնաց եղավ, երբ որ ասում են ինչ-որ մեկ ուշագնաց եղավ, ինչ է նշանակում։ Ինչ է նշանակում։ Ինչը կորցրեց ինքը։ Իր գիտակցությունը կորցրեց։ Ուրեմն տեսնում եք ուշադրությունը որքան կարևոր բան է մարդու համար։ Եվ Աստծո խոսքը ինչ է պահանջում։ Ուշադրություն է պահանջում։ Աստծո խոսքը ուշադրություն է պահանջում։ Ուշք ու միտք, ուշադիր, այսինքն ուշքը վրան պահել, կենտրոնացում, գիտակցություն, կենտրոնացումը, աչքերը, ականջները պահել ինչ-որ բանի վրա։ Երբ որ մենք հետաքրքրված ենք ինչ-որ մի բանով, երբ որ ուզում ենք ուշադիր լսել, ուշադիր տեսնել, ինչ ենք անում, մեր մարմինը ինչ է լինում մեր մարմնի հետ, առաջ ենք թեքվում, մեր ականջը իջեցնում ենք, մեր աչքերը կենտրոնացնում ենք այդ ուղղությամբ, որպեսզի հասկանանք ինչ է այնտեղ կատարվում, ինչ են ինձ ասում, դրան ասում են ուշադրություն։ Մենք շատ ենք տեսել այդ խոսքը կարդացել Հովանու 10:10 Հիսուսն ասաց սատանան ինչ է, գող է, ինչ գող է ինքը, օրենքով էլ գող է, օրենքից էլ դուրս գող է, Աստծո օրենքով գող է, Աստծո խոսքը նրան ասում է նաև անիրավ է ինքը, չէ, ամեն օրենքները խախտած գող է, ամեն տեսակի գող է, բայց առաջինը մենք խոսում ենք նախկին ժողովների ժամանակ, նա գողանում է մեր ուշադրությունը։ Եդեմի պարտեզում սատանան չգողացավ Ադամի ձեռքերը, չգողացավ Ադամի ոտքերը, նա գողացավ Ադամի ուշադրությունը։ Հիշում եք անցած անգամ ինչ ասացի, նա Ադամի ուշադրությունը, Ադամի եւ Եվայի գողացավ մյուս ծառերի վրայից եւ սխալ տեղ կենտրոնացրեց։ Հիշում եք սատանայի խոշորացույցը, խոշորացույցով ցույց տվեց այն ինչը մարդու համար գայթակղիչ դարձավ։ Եվ եթե նա գողանա քո ուշադրությունը, գիտեք էլ ինչ կգողանա սատանան, նա կգողանա քո կյանքը, կգողանա քո սիրտը, կգողանա քո աչքերը, ականջները, կմտնի քո գրպանը, կգողանա քո գումարները, քեզ այնպես կհիմարացնի, որ դու կզարմանաս, կասես ես էլ զարմացա, այս ոնց պատահեց ինձ հետ այսպես։ Մի սահմանում եմ դուրս գրել Վիկիպեդիայից, ինչ է ուշադրությունը։ Հիմա ուշադիր լսենք ինչ է ուշադրությունը, որտեղ ամբողջ քարոզի ժամանակ ես պետք է այնպես անեմ, որ ձեր ուշադրությունը չցրվի։ Այսօր հատուկ խնդրել եմ պատանիներն է ներկա լինեն, որտեղ սա իրենց համար էլ է կարևոր։ Ուշադրություն դա արթնության ակտիվ վիճակ է, պատկերացրեք, արթնության ակտիվ վիճակ, այսինքն մարդը արթուն է, բայց ակտիվ չի։ Արթնության ակտիվ վիճակ է, ընկալման ընտրողական ուղղվածություն։ Ընկալումդ կա, բայց դու ընտրում ես որ ուղղվածությամբ կենտրոնանա ընկալումդ, որը բնութագրվում է օրգանիզմի պատրաստակամությամբ պատասխանելու ազդակին եւ արտահայտվում է որոշակի օբյեկտի նկատմամբ հոգեկան գործունեության ուղղվածությամբ։ Հիմա բան չհասկացանք ինչ կարդացի, բայց ոչինչ, ձև բռնեք հասկացաք։ Որն անհատի համար ունի հաստատուն կամ իրավիճակային նշանակություն, հոգեկան կենտրոնացում, որը ենթադրում է զգայական, ինտելեկտուալ եւ շարժողական ակտիվության բարձր մակարդակ։ Տեսեք, ուշադրությունը մեզ շարժում է, մեր ինտելեկտը, զգացմունքները եւ մեր մարմինը շարժում են։ Ուշադրության առաջացման հիմքում ընկած է նյարդային գործընթացների ակտիվացումը, որոնք նպաստում են արթուն մի վիճակից անցնելու ավելի բարձր վիճակի մեջ։ Դա պարզապես արթուն վիճակ չի, դա բարձր ուշադրության զգացական վիճակ է, որտեղ ներգրաված են քո աչքերը, ականջները, հույզերը, միտքդ, մարմինդ, ամեն ինչ դու կենտրոնանում ես մի բանի վրա։ Հիմա որն է ուշադրության հականիշը, հակառակը, հուշեք ինձ, անուշադրություն, մտածրիվ վիճակ, անտարբերություն, հետո անփութություն, խառնաշփոթություն, անջատվածություն, չէ, մարդը անջատվում է,
թմրացություն, թափառող մտքեր, ապակենտրոնացում, այսինքն ինքը այստեղ է, բայց այստեղ չի։ Կա այդպես եղել է ձեզ այդ այն հետ, որ դուք եկեղեցում լինեք, բայց ուրիշ տեղ լինեք իրականում։ Հիմա կան այստեղ մարդիկ, ովքեր այստեղ են, բայց այստեղ չեն, թող ձեռքով անեն։ Այդ մարդիկ հետ եկան մի անգամից։ Անուշադրությունը, հիմա ուշադիր լսեք, մի սահմանում իմ կողմից ձեզ նվեր, այս Վիկիպեդիայի չեք գտնի։ Անուշադրությունը դանդաղ հոգևոր մահ է։ Այն մահ է, բայց դանդաղ սպանող բան է, որ քեզ դանդաղ է սպանում։ Եվ մենք շատ ժամանակ ուշադիր ենք այն բաների հանդեպ, որոնց հանդեպ պետք է անուշադիր լինենք, եւ անուշադիր ենք այն բաների հանդեպ, որոնց հանդեպ պետք է ուշադիր լինենք։ Ընդհանրապես նկատել եք 21-րդ դարի մարդը ուշադրության խնդիր ունի, կենտրոնացման խնդիր ունի։ Ովքեր որ իմ նման հին են կհիշեն այն ժամանակները, երբ որ ինտերնետ չկար, հեռախոս չկար, հիշում եք այդ ժամանակները, այդ երանելի ժամանակները։ Հիշում եք կար ժամանակներ, երբ որ հեռախոսի համարը մենք գրում էինք մեր հիշողության մեջ։ Հիմա ով է հիշում։ Հիմա բոլորն ասում են, ասա գրեմ, հեռախոսի մեջ արձանագրում են։ Կար ժամանակ, երբ որ մատով պետք է քաշենք, մեր մատը երբեմն ցավում էր անգամ արդեն։ Հետո նստացնում են փոքրերին, ասում են դու հավաք այդ կոդը։ Հետո ես այնքան էի հավաքում, մատս ցավում էր, մնում էր այդ կլորակի մեջ։ Հիմա անցան այդ ժամանակները։ Հիմա մարդը չի սիրում իր հիշողությունը ծանրաբեռնել։ Կա կալկուլյատոր, կա հեռախոս եւ կան բաներ, որոնք ցրում են մեր ուշադրությունը։ Մենք չենք կարող կենտրոնանալ դրա համար մարդը նստած քարոզա լսում նյարդայնանում է։ Նստած գիրքա կարդում, ներվայնանում, ասում է չեմ համբերում, երբ պետք է վերջանա այս գիրքը։ Նստած ֆիլմա նայում, անպայման ուզում է երբ պետք է արագանա ֆիլմը, ինչ անում արագացնելու այդ ֆունկցիայի վրա է դնում։ Մարդը դարձել է անհամբեր, չի կարողանում կենտրոնանալ երկար ժամանակ մի բանի վրա։ Անցած անգամ էլ ասացի, գիտնականներն ապացուցել են, որ մարդու կենտրոնացումն ու ձկան կենտրոնացումը հավասարվել է։ Ձուկը պատկերացեք ինչքան արագ է, չէ՞, փոխում իր կենտրոնացումը։ Մարդունը ավելի է անգել անգամ էս վերջերս։ Եվ դա գնալով այդ տենդենսը շարունակվելու է, սա բթացման տենդենս է, քույրեր եղբայրներ։ Սա լավ տեղ ոչ մեկից չի տանելու։ Մարդը, որ չի կարողանում գիրք կարդալ, այդ մարդու ուղեղը արդեն բթանում է։ Ինչպես է բթանում, հեռախոսով, շորթերով, կարճ վիդեոներով, էլ երկար վիդեո էլ չի նայում ինքը։ Առաջ մի րոպեանոց վիդեոն համարվում էր շատ կարճ վիդեո, հիմա ասում են էլ մի րոպե էլ չեն էլ նայում մարդիկ, 15 վայրկյանից ավել չեն նայում։ Մի անգամից թերթում են իրանք, որովհետև մեր ուղեղն ասում է ձանձրացա, նոր բան եմ ուզում, հետարքիր բան եմ ուզում, թերթի, ուրիշ բան եմ ուզում, ինտրիգ եմ ուզում։ Մենք չենք կարողանում էլ կենտրոնանալ, բայց առակացն ինչ է ասում, ուշադիր եղիր իմ խոսքերի հանդեպ։ Հավատացյալները դարձել են մտածրիվ, անուշադիր, չեն կարողանում կենտրոնանալ կարդալու վրա, կարդում են, բայց ստեղից մտնում են, այնտեղից դուրս է գալի, չեն հասկանում։ Աղոթում են, բայց իրանց միտքը լրիվ ուրիշ ուղղությամբ է։ Եկեղեցում են, բայց ուրիշ բանի վրա են կենտրոնանում իրանք, շեղվում են անընդհատ։ Եվ մտքերը լա գալիս, մի հատ դուրս արի, օդափոխվի, մի հատ հեռախոսը ստուգի, մի հատ հələ տուն զանգի, տես ամեն ինչ լավ է թե լավ չի։ Սատանան գող է, գողանում է մեր ուշադրությունը, գողանում է մեր զգաստությունը և թմրեցնում է մեզ, ոմանք մարմնով այստեղ են, բայց այստեղ չեն, մտքով։ Հիմա առաջի բանը, որ ուզում եմ փոխանցել, տեսեք, Գևորգ եղբայրը որտեղից գիտեմ, որ հիմա շատ ուշադիր լսում է այս պատգամը, որտեղ ինչ որ ես ասում եմ, ինչ է անում, ինքը գրում է։ Գևորգ եղբայր, մի հատ կանգնի, մի հատ բլոկնոտը ցույց տու, շատ դիֆիցիտ մարդու տեսակ։ Շատ դիֆիցիտ, ասում փարտան Գևորգ եղբոր համար։ Գիտեք ինչու ծապ տվեցիք, որովհետև ձեր ձեռքերը դատարկ է, բան չունեք գրելու։ Ասեք, Վազգեն եղբայր, ինչ ա ուզում մեզ անես, թող կարոզը լսենք։ Ուզում եմ ձեզ շեղեմ, տեսնենք կարողանամ թե չէ։ Սատանան ամեն ձև կփորձի հիմա ձեզ շեղել այս պատգամից։ Բայց ով կհաղթի, տեսնենք։ Ուրեմն առաջի բանը, որ ուզում եմ փոխանցել հետևյալն է։ Աստված խոսում է, քույրեր եղբայրներ, Աստված խոսում է, Աստված հիմա էլ խոսում է։
Հիսուսն ասաց, իմ գառները իմ ձայնը լսում են։ Աստված խոսում է, բայց մենք չենք լսում։ Ինչու մենք չենք լսում։ Մարդիկ միշտ ասում են, ոնց լսեմ Աստծո ձայնը, կամ ոմանք ասում են, չեմ լսում Աստծո ձայնը, ոմանք էլ ասում են, չի խոսում Աստված, որ ես լսեմ իր ձայնը։ Քույրեր, եղբայրներ, Աստված խոսում է, բայց պետք է ուշադիր ականջ, որ լսի Աստծո ձայնը։ Դավիթն ասաց, Աստված մեկ անգամ խոսեց, ես 2 անգամ լսեցի։ Ինչու 2 անգամ լսեցի։ Կարող եք մտածել, ես կարող եմ երևակայել, պարտադիր չէ այդպես լինի մեկնությունը, բայց որտեղ մենք 2 ականջ ունենք։ Մարկան մի ականջով Աստծուն է լսում, մյուս ականջով սատանային է լսում, իր մարմնին է լսում, ուրիշ բաներ է լսում։ Հոբ 33:14 խոսքը զորավոր խոսք է։ Ասում է, սակայն Աստված, մի հատ տեսեք այս բառը, միջև խոսել ինչ է գրված, քանի անգամ է գրված այդ բառը, ինչ բառ է։ Կրկին ու հետո ինչ է գրված ու կրկին տրամաբանորեն չպետք է 2 անգամ կրկին լինի, որովհետև կրկինը արդեն ինչ է, դա կրկնակի է, բայց ինչպես է Աստված խոսում, կրկին եւ կրկին, կրկին եւ կրկին, անընդհատ խոսում է, ամեն օր խոսում է, բայց մի ցավալի բայց կա, ինչ է գրված, բայց մարդս ինչ որ մեկը նայեց իր մարդուն, մարդս, այդ մարդը մեր մասին է, մարդս, ես, մարդս ինչ չի անում, ուշադրություն չի դարձնում, հլը նայեք ինչ ցավալի խոսք է, քույրեր եղբայրներ, ինչ դառը խոսք է, Աստված խոսում է, բայց մարդը ուշադրություն չի դարձնում, ինչու մարդը ուշադրություն չի դարձնում, որովհետև մարդը ուշադրություն է դարձնում այն բաների վրա, որոնց վրա չպիտի դարձներ, որովհետև սատանան ինչ է, գող է, և նա գողանում է մարդու ուշադրությունը, կենտրոնացնում է իր վրա։ Տեսել եք գնչուներ, երբևէ տեսել եք գնչուներ, ցիգաններ, ինչ են անում, իրանք հիպնոզի վարպետներ են, հիպնոզի վարպետներ են, և եթե նրան հաջողվի ընդամենը մի բառ փոխանակվել քեզ հետ, գողանալ քո ուշադրությունը, ընդամենը մի բառև, եւ սովորաբար իրանք ինչպես են մոտենում, երբեմն երաժշտությունով, տեսել եք ինչ զարդեղեն են շարած իրանց վրա, չէ, իրանց փեշը երկար, զարդերով, գալիս են երգերով, եւ ասում է դայ պագադաս, չէ, թույլ գուշակեմ, հետո ձեռքդ խլում, հետո նայում է ու վերջ, ինչ ա եղել, ինչ ես տեսնում այնտեղ, չէ, լավ բան չեմ տեսնում, բայց, ինչ բայց, տեսեք նա ամեն ձև փորձում է գողանալ քո ուշադրությունը, եթե դու իրան ուղղակի մի հատ ժպտաս, հետո կգնաս, հետո ձեռքդ կտանես գրպանդ, կտեսնես ինչ, փողերը չկա, հետո քեզ մեկը կարծի ժամը քանիսն է, կնայես տեսնես ինչ, ժամացույցը տարել են, որովհետև մինչև փողդ ու ժամացույցդ գողանալ, ինչը գողացան իրանք, ուշադրությունը գողացան, այսպիսին է սատանան, Աստված խոսում է, Աստված հիմա էլ խոսում է, Աստված վաղն էլ քո հետ կխոսի, բայց արդյոք կա մեկը, որ ուշադրություն կդարձնի, և տեսեք շարունակության մեջ, հետո ասում է ինչպես է Աստված խոսում, նույն գլխի շարունակության խոսքում տեսեք երազում, գիշերվա տեսիլքու, մարկանց վրա խորքուն իջնելիս, Աստված ինչ ասում, ասում քանի ես քնած ա, քանի ուրիշ բանով զբաղված չի, մի հատ երազով իր այդ խոսամ, անկողնում քնելիս, հետո ասում է այն ժամանակ նա մարկանց ականջը բացում է և նրանց խրատով զգուշացնում է, հետո ասում է գցում է անկողին, հիվանդություն է թույլ տալիս, որ գա մարդու կյանքի մեջ այդ բոլոր բաները Աստված անում է մի նպատակի համար, որպեսզի շեղի իր ուշադրությունը սխալ բանից իր վրա։ Եղել է երբևէ ցավի պատճառով մեր կյանքը վերաիմաստավորենք, եղել է որ մի բան է եղել մեզ հետ, որ այդտեղից թափվենք, ու շատերս գուցե ասենք, եթե այս բանը չլներ, ես չէի ապաշխարի, եթե դեպքը չլիներ, ես Աստծուն չէի գա, չէի ճանաչի։ Պարտադիր չի, որ Աստված ցավով մեզ բերի իրան, բայց ուրիշ ճար չկա։
Երբ որ մեկ ուշագնաց է լինում, այդ մարդուն չեն ասում, սիրելիս վեր կաց, ուշքդ գնացել է։ Այդ մարդուն չեն ասում, գլուխը չեն շոյում իրան, այն չեն անում, մի հատ օպտակում են։ Ջուր են լցնում իր վրա, սառը ջուր, ճվում են, գոռում են իր մոտ, հետո ոմանց էլ հոգեդարձ են անում, մարդը գնում էր արդեն, ընդեից էլ են հետ բերում իրան։ Ով ասեց հարություն չկա, տեսեք, քանի դեպք ես եմ տեսել, որ մարդ մանալու վրա է, հետո հոգեդարձ է եղել եկել, ասում է, թողեք իմ համար մեռնեմ, ինչ եք վրես լացում, գոռում, ես երանության մեջ էի։ Շեղվում ենք ուշադրությունից, քույրեր եղբայրներ, եւ Աստված ասում է դրա համար շատ միջոցներ ունի մեզ հետ բերի դեպի իրեն։ Առակաց առաջի գլխի 24-րդ խոսքում իմաստությունը, բայց նաև Աստված հետևյալ կերպ է ասում։ Ասում է ես կանչեցի, իսկ դուք մերժեցիք։ Ձեռքս մեկնեցի, բայց ուշադրություն դարձնող չկար։ Դուք չընդունեցիք իմ բոլոր խորհուրդները եւ անտեսեցիք իմ հանդիմանությունները։ Ես էլ ինչ կանեմ, ասում է Աստված, կծիծաղեմ ձեր թշվառության վրա եւ կծաղրեմ, երբ ձեր սարսափը գա։ Նայեք, սատանան բազմապիսի մեթոդներով, TikTok-ներով, վիդեոներով, սալյուտներով, ամեն բան անում է, որպեսզի շեղի մեր ուշադրությունը, բթացնի մարդուն։ Ինում ճանապարհ են գնում, գեղեցիկ բնություն, կանաչություն, հիանալի է, պարտեզներ, ծաղիկները դաշտի, մեկ էլ նայում ես երեխեք ինչ են անում, հեռախոսի մեջ են։ Ու բարկանում ես, ասում ես, մի հատ հələ անջատեք այդ հեռախոսները, նայեք իրական բնությանը, իրական կյանքին նայեք։ Շեղել է սատանան, բթացրել է սատանան, որպեսզի մենք իրականությունից զուր կյանքով ապրենք, եւ հետո ասում ենք, բա ինչու ինձ հետ այսպես եղավ, որտեւ անուշադիր եղար։ Երբեք չեմ մոռանա տարիներ առաջ Հայաստանի մի գյուղում ինչպես էին խոզերը մի երեխայի հոշոտել, տան խոզը հոշոտել։ Գիտեք, ծնողը ինչ էր անում այդ ժամանակ, սերիալ էր նայում, տեղյակ եք այդ ողբերգական դեպքից։ Շեղում է ուշադրությունը, բթացնում է մարդկությանը եւ ոչնչացնում է մեր սերունդին։ Ես ուրախ եմ մեր սերունդի համար, որ այսպես կանգնած են իրան կայտար, ամուր, Սուրբ Հոգով լեցուն, բայց ես ամենևին լավատես չեմ մարդկության ապագայի համար, որովհետև բթացման է գնում մարդկությունը։ Լսել եք, որ ասում են, չէ, ուշքս գնում է, հատկապես երիտասարդներն են շատ ասում, ուշքս գնում է այս ինչի համար, ուշքս գնում է այս պաղպաղակի համար, ուշքս գնում է երգիչի համար։ Ես կարծում եմ, այս արտահայտությունները ցավեցնող արտահայտություններ են Աստծո համար, քույրեր եղբայրներ, մեր ուշքը պետք է գնա Աստծո համար եւ Աստծո խոսքի համար։ Եթե ուշքդ գնում է մի հատ երգիչի, երաժիշտի, մի հատ կինոյի համար, ուրեմն ուշքդ կգնա, դու ուշագնաց կլինես։ Եվ հետո այդ ժամանակ էլ կարող է ուշ լինի քեզ ուշքի բերելու, խելքի բերելու համար։ Ուշադիր եղիր, ուշքդ ում հետևից է գնում։ Ուշքս գնում այս աղջկա համար, ուշքս գնում այս տղայի համար, և դա ցավալի իրականություն է։ Եսայա մարգարեության 5-րդ գլխի 12-րդ խոսքում Աստծո խոսքը մի դառը իրականություն է հայտնում, շատ դառը իրականություն։ 5:12-ում Եսայայի գրված է քնար ու տավիղ, քնար ես, մեր քնար քրոջ մասին չի խոսքը, քնար ու տավիղ, թմբուկ ու սրինգ եւ գինի է լինում նրանց խնջույքներին։ Միթե այսօր մեր խնջույքների մասին չի սա։ Մի հատ տեսեք հայկական խնջույքները, ինչ ճոխ է անցնում, ինչ sense ինքնամոռաց պարում ենք, ցնծում ենք, հատկապես հարսանիքների այդ վերջի հատվածները։ Խնդրում եմ, եթե ինձ կանչեք հարսանիքի, եթե ես շուտ գնամ այդ հատվածից, չնեղանաք ինձանից։ Կա ինչ-որ մեկը մի երիտասարդ, որ կարա մարտարավեր նետի այդ աշխարհակարգին եւ ասի, իմ հարսանիքը տենց չի անցնելու։ Նկատում եմ այդ այլանդակ դիսկոտեկաների մասին։ Քնար ու տավիղ, թմբուկ ու սրինգ, տեսեք սատանան ինչեր է գործածում, հետո ինչ է գործածում, գինի,
Նրանց խնջույքներին ինչու համար այս ամեն ինչը։ Բայց նրանք ուշադրություն չեն դարձնում Տիրոջ արածներին։ Չեն տեսնում նրա ձեռքի գործը։ Սատանան ինչ է անում։ Շեղում է մեր ուշադրությունը։ Քնար, տավիղ, թմբուկ, սրինգ, գինի, երաշտություն, քեֆ, զվարճանք, ինքնամոռաց ինչ-որ իրավիճակներ, բայց մոռանում է կանգնի եւ ասի ես փառք եմ տալիս Աստծուն, նա է իմ օրհնության հեղինակը։ Քուրեր եղբայրներ, երբեք ինքնամոռաց այդքան մի անջատվեք, որ մոռանաք ամբողջ փառքը տալ Աստծուն, շնորհակալություն հայտնել նրան, որ չմոռանաք հանկարծ, որ նա խրկա, նա ներկա է այդտեղ, եւ նրան պետքա պատվի արժանացնենք, նախապատվությունը նրան պետք է տանք մեր կյանքի մեջ, թույլ մի տուր որ քնարը, տավիղը, թմբուկը, սրինգը բթացնի քո լսելիքները եւ գինին թմրացնի քո սիրտը, որ դու հանկարծ մոռանաս, որ ով է քո կյանքի հեղինակը։ Շեղում է թշնամին։ Ուրեմն առաջինը Աստված խոսում է, ուշադրություն դարձնող չկա։ Երկրորդ, Սատանան մեր միտքը ծանրաբեռնում է, զբաղեցնում է, որ Աստծուն տեղ չլինի մեր մտքի մեջ։ Ելից 5-րդ գլուխ 9-րդ խոսքը, եթե բացենք հրեաները Եգիպտոսում ստրկության մեջ, եւ հիշում եք, երբ որ գնացին, ասացին ուզում են գնանք անապատ, որ Տիրոջը զոհ մատուցենք, ինչ ասաց փարավոնը։ Կանչեց իր պաշտոնյաներին, ասաց թող գործով ավելի ծանրաբեռնվեն այս մարդիկ, ուշադիր, բան չի փոխվել, քույրեր եղբայրներ, բան չի փոխվել։ Նույն փարավոնի ոգին դևը իշխում է աշխարհում։ Թող գործով ավելի ծանրաբեռնվեն այս մարդիկ, որպեսզի դրանով զբաղվեն, ինչ անեն, զբաղվեն։ Սատանան զբաղմունք է տալիս մարդկանց։ Զբաղվեն, ինչու համար զբաղվեն, որ դատարկ խոսքերի ուշադրություն չդարձնեն։ Փարավոնը Աստծո խոսքին ասեց դատարկ խոսք։ Այսինքն արի քեզ քո ականջները զբաղեցնեմ, ձեռքերդ զբաղեցնեմ, ժամանակդ խլեմ մի բանի համար։ Դիմացը քեզ փող կտամ, լիքը փող կտամ քեզ։ Բայց մենակ թե ուշադրություն մի դարձրու Աստծո խոսքին։ Եկեք անկեղծնենք քույրեր եղբայրներ, հեչ եղելա որ գնաք ուզենաք այդ օրը Աստվածաշունչ կարդաք, ինչ ա եղել ձեզ հետ։ Եկեք սատանայից այսօր բամբասենք։ Ինչ ա եղել։ Քունը տարել է, մտքեր է գալիս, հեռախոսի մի հատ զնգոց է եկել, ասել դելա մի հատ հլը մտնեմ ստուգեմ տեսնեմ, մտնում ես, էս ով է TikTok-ում, էս որ մեկն է, կիսատ գործերն է հիշեցնում եւ գողացավ։ Քո կենտրոնացումը տարավ քեզանից, չես կարողանում կենտրոնանաս։ Ամեն մեկս էլ մեր փորձառությունն ունենք, կարանք պատմենք։ Եվ գնալով վիճակ ավելի վատ լինելու, որովհետև կռիվը մեր մտքի համար է, մեր ուշադրության, մեր աչքերի եւ ականջների եւ մեր զգայարանների համար է։ Գողացավ, մեզ էլ կգողանա։ Որ դատարկ խոսքերի ուշադրություն չդարձնեն։ Եվ այսօր մարդիկ ուրիշ բաների են ուշադրություն դարձնում, որոնք իրապես դատարկ են, հիմար բաներ են, հիմար, որը հավաքում է լիքը լայք, հավանում, հետևորդներ, բայց բովանդակություն չկա, կա հաճույք, նկատել եք այսօր մարկությունը, հաճույքը փոխել է բովանդակության հետ մխիթար եղբայր, առաջ բովանդակություն կար մարդկային կյանքի մեջ, հիմա հաճույք, իրականում, բայց բովանդակությունն է հետո արդյունք եւ հաճույք տալիս մարդուն, բայց մարդը ինքը կարճատև եւ արագ հաճույք է ուզում, ինքը բովանդակություն չի ուզում։ Ինքը ասում է ինձ զվարճացրեք։ Մի բան արեք, ես խնդամ։ Եվ դու ծիծաղում ես, հետո հասկանում ես, որ հոգի ախր դատարկ է։ Դա գիտեք ինչ է, դա թմրանյութ է։ Դա ուղեղի թմրանյութ է։ Բժիշկները, հոգեբանները կասեն մի ինչ են ասում, դոպամինը ինչ է, հորմոն է դա, որը խթանում է մեր մեջ հաճույքի զգացողություն, բայց հետագայում դա մեզ դժբախտացնում է, որովհետև երբ որ չեղավ այդ դոպամինը մեր մեջ, կամ դոֆամինը, մենք կախվածություն ենք զգում, մենք էլի մի բան ենք ուզում անենք,
ճիշտ թմրամոլի նման, որ երբ որ ինքը չի սրսկվում, ինքը մի բան է ման գալի, դող է ընկնում իր ջանը։ Եվ այսօր նույնը սոցիալական ցանցերն են, կարճ հոլովակներն են, ինձ զվարճացրեք, ինձ խնդացրեք։ Եվ հետո մենք TikTok-ը փոխում ենք Աստվածաշնչի հետ։ Կներեք, այսօր մի քիչ արդիական է, շատ սուրբ գրային բառեր չի, TikTok բառը չկա Աստվածաշնչում, բայց կա սատանայի մտքի մեջ։ Դրանք շեղող բաներ են, գործիքներ են, քույրեր եղբայրներ։ Ուրեմն զբաղեցնում է մեր միտքը, գողանում է, շեղում է, զվարճացնում է, հաճույք է պատճառում մեզ։ Մենք ախել լավ ենք զգում։ Չէ, նախկին թմրամոլները, որ եղբայրներ ունենք մեր մեջ, Տերը ազատել է փառ Տիրոջը, կվկայեն եւ կասեն, որ թմրանյութ էին օգտագործում, ված չէին զգում, լավ էին զգում։ Իրենց մարմնի համար դա հաճելի էր, բայց սպանում էր դա իրենց։ Նույնն էլ այսօր մեր ուղեղի համար է։ Դրա համար ուզում եմ զգուշացնել քույրեր եղբայրներ, առջևում ծանր օրեր են։ Հոգեկան շեղումները, մտային խանգարումները էպիդեմիա են դառնալու։ Կովիդը չի, որ սպառնալիք է մարդկությանը, այլ ուրիշ վիրուս կա, որ հեռախոսներով վարակում են մարդիկ։ Եվ դա մարդկանց հոգեկան լուրջ խանգարումների է բերելու։ Հիմա տեսեք, Առաջի Տիմոթեոս 4 գլխի մեջ հետևյալն է գրված։ 4:1-ը Հոգին հայտնապես ասում է, որ վերջին ժամանակներում այս ոմանք ովքեր են եղել նախկինում, այսինքն անհավատները չեն, հավատացյալներ են, ոմանք հավատքից ինչ կանեն իրանք։ Երեք մի եղբոր հետ էի խոսում, մի քրոջ մասին հարցրեցի այլ եկեղեցուց, որ այնտեղ Աստվածաշնչը դպրոց է անցկացնում իմ օգնականներին, ասում ինչ կա իրանից, ասում ենք էլ հավատքի մեջ չի։ Ամենադառը արտահայտությունն էր, որ երեք ինչ-որ մեկից լսեցի, ինքը երկար ժամանակ էլ հավատքի մեջ չի, ամուսնացավ անհավատի հետ գնաց։ Ոմանք հավատքից կհեռանան, բայց դա բավական չի, նայեք ինչ ասում հետո։ Ինչ կանեն, ուշադրություն կդարձնեն մոլորեցուցիչ ոգիների ու դևերի վարդապետություններին, ուշադրություն կդարձնեն, դրանք վարդապետությունների հետևում դևեր կան, դա տեսություն չի, դա դիվային վարդապետություն, մեր Մարտին եղբայրը գեղեցիկ մի անգամ ասաց, շատ տգեղ արտահայտություն էր, բայց գեղեցիկ ասեց այդ վարդապետությունը դևի փսխացն է, որ մարդիկ գնում ուտում են, և այնպես չի, որ իրանք մնում են այդպես, նրանք մոլորվում են դևերի վարդապետություն, ուշադրություն են դարձնում, հոգնում են ավետարանից, նոր հայտնություններ են փնտրում, նոր բան է իրանց պետք, ձանձրանում են։ Եվ Տիտոս 1:14-ում էլ ասում է, հորդորում է Տիտոսին, ասում է, հորդորիր եկեղեցուն, որ ուշադրություն չդարձնեն հրեական առասպելներին, ինչպես այսօր շատ քարոզիչներ գնում են այդ առասպելների հետևից, որոնք ճշմարտությունից շեղված են։ Ուշադրություն չդարձնեն առասպելներին, մարկանց պատվերներին, որոնք կապ չունեն ճշմարտության հետ, ուշադրություն չդարձնեն։ Այո, կան բաներ, որոնք արժանի չեն մեր ուշադրությանը։ Համաձայն եք, թե չէ։ Վերջի վերջո մի բանը պիտի արժանի լինի մեր ուշադրությանը։ Իսկ մեր ուշադրությունը այդքան էժան չի, որ ամեն աղբի հետևից գնա։ Եվ վերջի բանը, երրորդ բանը, առաջին հետևյալն էր, Աստված խոսում է, բայց ուշադրություն չեն դարձնում։ Երկրորդ, սատանան մեր միտքը ծանրաբեռնում է, որ ուշադրություն չդարձնենք, եւ երրորդ, Աստծո եւ նրա խոսքի հանդեպ անուշադրությունը կործանում է բերում։ Սաղմոս 28:5-ն ասում է, որովհետև ուշադրություն չեն դարձնում Տիրոջ գործերին եւ նրա ձեռքի արածներին, քանի որ ուշադրություն չեն դարձնում Տիրոջ գործերին, քույրեր եղբայրներ, հավատում եք, որ Տերը ամեն օր գործում է մեր կյանքի մեջ։ Ուրեմն մենք ինչ պիտի անենք, ուշադիր լինենք։ Եվ նրա ձեռքի գործերին նա պիտի կործանի նրանց եւ այլևս չպիտի շինի։ Պարտադիր չի, որ Աստված դա անի, բայց երբ որ դու շեղվում ես Աստծուց, դա ինչ է բերում, կործանում է բերում։ Ինձ լսում եք, ինձ հետ եք, ուշադիր եք։ Երբ որ դու շեղվում ես Աստծո խոսքից, դու էլ չես շինվի,
դու կքանդվես, դու կավերվես։ Հիմա Եբրայեցիների երկրորդ գլխի առաջի խոսքն էլ շատ զորավոր է։ Ասում է դրա համար, այս դրա համար այն հարցի պատասխանը, բա հիմա ինչ անենք։ Դրա համար մենք պետք է առավել ևս ինչ լինենք, ուշադիր լինենք, ինչին։ Այսինքն մեր ականջներին ուշադիր, ինչու, որովհետև հավատքը որտեղից է գալիս։ Եվ լսելը ուշադիր լինենք մեր լսածներին, որպեսզի երբեք չշեղվենք։ Հնարավոր է, որ մեկը շեղվի, հավատացյալը շեղվի։ Այո, ինչու, որովհետև սատանան ինչ է անում, շեղում է, գողանում է մեր ուշադրությունը։ Հնարավոր է, ուրեմն պետք է ուշադիր լինենք, որ չշեղվենք։ Հաջորդ խոսքը ասում է հետևյալը, որովհետև եթե հրեշտակների միջոցով ասված խոսքը հաստատուն եղավ եւ ամեն հանցանք ու աննազանդություն իր արդար պատիժը ստացան, ապա մենք ինչպես պիտի խուսափենք, լսեք, եթե այդպիսի մեծ փրկության նկատմամբ այս բառը ուշադրության հակառակն է, անտարբեր լինենք, որը սկզբից Տիրոջ կողմից հռչակվեց, հետո մեր մեջ հաստատվեց նրան լսողների միջոցով։ Քանի անգամ ասում է, լսիր, 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 ուշադիր եղիր։ Եվ այստեղ իմ մշտական հարցը, արդեն դուք գիտեք այդ հարցի պատասխանը, որն է առաջին պատվիրանը։ Առաջի պատվիրանը սիրիր քո Տեր Աստծունը չի, այդ պատվիրանը այսպես է սկսվում. լսիր Իսրայել, քո Տեր Աստվածը մեկ է, եւ սիրիր քո Տեր Աստծուն, որովհետեւ Աստված գիտի, որ նախքան քո սիրտը գրավելը, նա պետքա քո ականջը գրավի։ Անցած անգամ մի ակնարկ կարեցի, ոմանք ուրախացան, ոմանք չէ, բայց ասում են, չեմ ասում պարտադիր այդպես է, ասում են աղջիկները սիրում են ականջներով։ Դե համար տղաները սիրում են նստել աղջկա ականջի վրա, չէ, ասում են ականջաշոյում։ Աստված գիտի սա հոգևոր սկզբունք է, հավատքը գալիս է լսելուց, սերը գալիս է լսելուց։ Լսիր Իսրայել։ Հիշում եք անգամ այն ժամանակ, կային այդպիսի ժամանակներ, երբ որ ծառան ուզում էր ծառա մնար, որովհետև 7 տարի հետո չէ կարծեմ, պետքա ազատ արձակվեր, բայց ասում է, երբ որ ինքը գա ասի, ես չեմ ուզում քո տնից հեռանամ, ուզում եմ հավիտյան քո ծառան մնամ, ինչ էր անում տանտերը, տանում էր ծառային քահանայի մոտ, այն ժամանակվա այդ պիրսինգ անողները, ինչ էին անում, պիրսինգա չէ, տականց ծակելը, տենց են ասում դրան, ինչ էին անում, ծակում էր քահանան ականջը, օղ էր անցկացնում։ Դա կարևոր խորհրդանիշ էր, որ ում ականջ տաս նա քո Տերն է։ Եվ այդ ծառան իրավունք չուներ օտար տղամարդկանց ականջ դներ։ Ամեն մեկը մի բան կարող ասել, բայց իր ականջը ում էր պատկանում, իր Տիրոջ։ Ուրեմն ում ականջը տաս, սիրտդ հետո նրան կտաս։ Եթե ականջ դնես սատանայի ասածներին, սիրտդ կգողանա։ Դրա համար Աստծո խոսքը շատ ուշադիր է, ասում է ուշադիր եղիր, ինչ ես լսում։ Հիմա վերջում, ինչպես վերականգնենք մեր հոգևոր ուշադրությունը։ Թե գիտեք այդ հարցի պատասխանը։ Ես էլ չգիտեի, իրար հետ ենք ուսումնասիրում։ Սաղմոս 86-ի 11-ը եւ 12-ը գեղեցիկ աղոթք է։ Տեր, ցույց տուր ինձ քո ճանապարհը։ Լավ աղոթք է, թե չէ։ Չի ասում ցույց տուր ինձ իմ ճանապարհը, ցույց տուր ինձ քո ճանապարհը, որովհետև իմ ճանապարհը Աստծո ճանապարհը չի, որպեսզի ես գնամ քո ճշմարտությամբ։ Հիմա վերջինը, միացրու իմ սիրտը, որ քո անունից վախենա։ Ինչ արա իմ սրտի հետ, նայեք սկզբից ցույց տուր, ինչպես աչքերին ցույց տուր։ Սկզբից դու տեսնում ես, հետո Տերը միացնում է քո սիրտը, որովհետև ինչի վրա ուշադրություն ես դարձնում, սիրտդ սկսում է այնտեղ գնալ։ Հիսուսն էլ ասաց, որտեղ քո գանձն է, այնտեղ քո սիրտն է։
միացրու իմ սիրտը, այսինքն հնարավոր է, որ մարդու սիրտը բաժանված լինի, մտքով էստեղ լինի, մտքով այնտեղ լինի, սրտով այնտեղ լինի, հնարավոր է, հետևաբար միացրու իմ սիրտը, որ վախենա քո անունից, որ կենտրոնացված լինի իմ սիրտը, ինչպես դա անենք, առաջինը ընթերցանությամբ, շատ գործնական խորհուրդ ասեմ ձեզ, կարդալով, քույրեր եղբայրներ, ավելի վազգեն եղբայր ուրիշ բան ասա, չէ, կարդալով, ես տեսել եմ հավատացյալների, որոնք իմ մոտ խոստովանել են, ասել են, ժամերով աղոթում եմ, բայց հենց բացում եմ, ուզում եմ կարդամ, չեմ կարում կարդամ, չի ստացվում, դե ես էլ կարդացող չեմ, ես աղոթող եմ, սուտ, ում է պետք քո ժամերով աղոթքը, եթե Աստծո խոսքի վրա հիմնված չի քո աղոթքը, քո զգացմունքների վրա է հիմնված, ոչ մեկին պետք չի այդ աղոթքը։ Ես սիրում եմ աղոթելուց առաջ բացել գիրքը եւ կարդալ, որտեղ Աստծո խոսքը օծում է իմ հոգին, պատրաստում է իմ սիրտը։ Հետևաբար քույրեր եղբայրներ, այս հիվանդությունը լուծվում է կարդալով, ուրիշ ձև չկա, ուրիշ ձև չկա։ Հեսուի մեջ ասած չէ, Հեսուին Տերը, այս խոսքերը քո աչքերի առաջից չհեռանա, մարդիկ սկի չգիտեն իրանց գիրքը որտեղ է իրանց տան մեջ։ Այս գիրքը պիտի բաց գիրք լինի, սեղանի գիրք լինի եւ սրտի գիրք լինի, միշտ մեր աչքերի առաջ։ Առաջին Տիմոթեոս 4:13-ից հետևյալն է ասում Պողոս առաքյալը երիտասարդ Տիմոթեոսին եւ պատանիներ, ձեր մասին է սա, բոլորիս մասին է։ Ասում է մինչև իմ գալը, սա ընդունենք որպես Հիսուսից նամակ մեզ, մինչև Հիսուսի գալը, մինչև իմ գալը, ինչ արա, ուշադրություն դարձրու, ինչին ուշադրություն դարձրու, ընթերցանությանը, որ ընթերցանությանը, գնամ ինչ ամ, Ռաֆի կայծերը կարդամ, Դավիթ Բեկը կարդամ, լավ կարդա, բայց առաջի գիրքը մեր կյանքի մեջ Աստվածաշունչն է, ուշադրություն դարձրու, ընթերցան, չի ասում կարդա, մարդիկ կարդում են, բայց անուշադիր են կարդում են ու չեն տեսնում, չեն նկատում, ուշադիր կարդալը ինչ հա, ցույց տամ ձեզ, գիտեք, երբ որ ես կարդում եմ, գիրքը բացում եմ, հետո գրքի կողքը տետր եմ վերցնում, հետո գրիչ եմ ձեռքս առնում, Աստված գիտեք նայում է ինչ ասում, էսի դուրս է եկել քաղելու, բան է ուզում հավաքի, ուրեմն սրան հայտնություն պիտի տամ։ Իսկ եթե դու անփույթ ես, մի հատ ամեն կարդ սաղմոսներից կարդամ տնից դուրս գամ, դա անարգանք է։ Ուշադիր, այսինքն քննում ես դու, սերտում ես Աստծո խոսքը։ Աստծո հայտնությունները ուշադիր աչքի եւ ականջի համար են։ Ուրեմն ընթերցանություն, ուշադրություն դարձրու ընթերցանությանը, խրատելուն եւ ուսուցանելուն։ Հաջորդ համար։ Անփույթ մի եղիր, տեսեք հաջորդ խոսքը ուշադրության հականիշն է, չէ՞։ Անփութություն ինչ է, ուշադրության հականիշը։ Անփույթ այսինքն ինչ։ Անուշադիր, փնթի, անտարբեր, անջատված, անփույթ մի եղիր քո մեջ եղած այն շնորհի նկատմամբ, որ քեզ տրվեց մարգարեությամբ, երեցների ձեռնադրությամբ, շարունակենք։ Սրանց մասին ինչ արա, ահա ինչպես է վերականգնվում մեր ուշադրությունը, մտածիր, քույրեր եղբայրներ, ոչ միայն կարդա, այլև մտածիր։ Կներեք մի կոպիտ օրինակ բերեմ, բայց կարևոր օրինակ է։ Տեսել եք կովերին, որ գնում են արածում են, երբ որ իմ պապիկը կովեր ուներ, հետո գիշերը գնում էի դուռը բացում է, տեսնում ես սրանց բերանը միշտ շարժվում է։ Դրանի ասում են ինչ, որոճալ։ Ինչ է որոճում։ Ինձ այն փոքր ժամանակ թվում է ծամոն է ծամում կովը։ Բայց գիտեք, կովը ունի ստամոքս եւ ենթաստամոքս։ Եվ հավաքում է խոտը իր մեջ, եւ հետո երեկոյան, հա, ենթաստամոքսից հետա տալիս, հա, բերանի մեջ եւ սկսում է նորից մանրացնել, ծամել։ Քուրեր եղբայրներ, վիրավորանք մի ընդունեք սա, բայց մենք կարիք ունենք նման ձև փորձառության, ծամելու Աստծո խոսքը, մանրացնելու, կիրառելու մեր կյանքի մեջ, մտածելու մեր կարդացածի մասին, ինչ ունի Աստված ինձ ասելու, անփույթ մի եղիր, սրանց մասին մտածիր, սրանց մեջ եղիր, որ քո առաջադիմությունը բոլորին հայտնի լինի, ուրեմն
Չկա ուրիշ առաջադիմություն, քան Աստծո խոսքի մեջ մնալը։ Ուշադիր, եղիր ինքդ քո եւ ուսուցմանդ հանդեպ։ Նայեք, սկզբից Աստծո խոսքի հանդեպ ուշադիր եղիր եւ հետո ինքդ քո հանդեպ։ Որտեւ այս խոսքը ինչ է։ Հակոբոսն ասում է, հայլի է։ Դու նայում ես ուշադիր, որպեսզի շտկես քո թերությունները։ Ուշադիր եղիր ինքդ քո եւ ուսուցման հանդեպ ու դրա մեջ հարատևիր, որովհետեւ այդ անելով կփրկես թե ինքդ քեզ եւ թե քեզ լսողներին։ Ուրեմն առաջին կարդանք։ Երկրորդ, էս էլ հիշենք։ Ուզում ես գրի, ուզում ես հիշիր։ Երկրորդ, աղմուկի դիետա սահմանիր։ Կոսեք, էդ ինչ է։ Հեշ դիետա սահմանել եք դուք դիետա։ Գիտեք ինչա դիետան։ Հա, ոչ չգիտեմ, ազգին եղբայր, ախ, դիետան։ Մարդիկ ասում են, ես չեմ կարա, ես դիետայի ինչ եմ, կամ մեջ եմ, կամ վրա, ոմանք մեջն են, ոմանք դիետայի վրա են։ Չգիտեմ, հələ այդ միջեմա չեմ հասկացել, մեջն ու վրա տարբերությունը։ Բայց դիետա սահմանիր, այսինքն ժուշկալ եղիր, զուսպ եղիր, անջատիր աղմուկը քո կյանքից, անջատիր հեռախոսդ, անջատիր հեռուստացույցը, անջատիր ինտերնետը եւ փորձի լռության մեջ վայելել Աստծո ներկայությունը։ Ժողովուրդ, անկեղծ եմ ասում, հեշտ չի 21-րդ դարի մարդու համար։ Սկզբից կգժվի մարդը։ Այդպիսի մի փորձ են արել։ Ստեղծել են աշխարհի ամենաանաղմուկ միջավայրը։ Ամենա, որտեղ ոչ մի աղմուկ չկա։ Եվ մարդուն գցել են այդտեղ եւ գումար են խոստացել, որ ովքեր որ եթե կարծեմ կես ժամ դիմանան, մեծ գումար են իրան տալու։ Եվ մարդիկ ոգևորված, դրա եղածն ինչա, $500,000 համար կես ժամ մնամ լռության մեջ, դրա եղածն ինչա։ Եվ գցել են եւ տեսանյութը կա։ Մարդուն տարել են այդ սենյակ, որը աշխարհի ամենալուր սենյակն է։ Ոչ մի կողմնակի ձայն չկա։ 5 րոպե մարդ ուրախ զվարթ, 10-րդ րոպեից գիտեք սկսում է ձայնել լսել, որ առաջ չէ լսում, սկսում է լսել իր սրտի ձայնը, հետո սկսում է լսել իր արյան շրջանառության ձայնը, եւ դա տարօրինակ է իր համար, երբեք նման ձայն չի լսել ինքը, 10 րոպե հետո խելագարվելու աստիճան գոռում ասում է թողեք դուրս կամ այստեղից, որովհետև մարդու ուղեղը այնքան է սովոր աղմուկի, որ սովոր չի լռության։ Իսկ Աստված երբեմն խոսում է այն ժամանակ, երբ որ դու լուռ ես, երբ որ ձայները լռեցնում ես քո կյանքի մեջ։ Դիետա սահմանի լռության։ Անջատիր ամեն բան եւ մնա լուռ, դու էլ մի խոսիր, մի աղոթի։ Կա զրույց Աստծո հետ, կա լռություն Աստծո հետ։ Լուռ մնա ու Տերը կխոսի քեզ հետ։ Հետևաբար միացրու լռությունը, ոչ թե անջատիր աղմուկը պարզապես լռությունն էլ միացրու։ Մի բան էլ ասեմ, քո մարմնի դիրքը շատ կարևոր է։ Եթե ուզում ես, որ իսկապես այդ աղմուկը հեռանա եւ ուշադրությունդ վերականգնվի, նկատել եք, կա մարմնի դիրք, որը խոսում է անհոգության մասին։ Երբ որ երեխան դաս է ուզում պատրաստվի եւ գլուխը դրած է սեղանին, ձեռքերը ամփոփ գցած մի տեղ, դասատուն ինչ ասում, հələ մի հատ քեզ կարգի բեր, հələ մի հատ ձիգ նստի, ուղիղ նստի, որտեղ մեր մարմնի դիրքը ազդում է մեր ուղեղի վրա, մեր մտքի վրա։ Հիշում եք Մարիամի ու Մարթայի պատմությունը, որտեղ էր Մարիամը։ Հիսուսի ոտքերի տակ նստած, լսում էր նրա խոսքը ոտքերի տակ նստած, նա ակտիվ լսող էր, իսկ Մարթան ասում էր, Հիսուս դու խոսա, հա ինչ էր ասում, ես աման կլվամ, կներեք դա ակտիվ լսել չի, դա ձեռի հետ լսել է, մարմնի դիրքը կարևոր է, երբ որ ծնկի ես գալիս, երբ որ ձեռքերդ բարձրացնում ես, երբ որ աչքերդ փակում ես Աստծո ներկայության մեջ, դա հուշում է երկնքին, նշան է գնում, որ ստեղ մեկը կա ուզում է քեզ լսի, դա քո ուղեղին էլ հուշում է, որ դու հիմա պիտի անջատվես կողմնակի աղբի եւ աղմուկի համար եւ կենտրոնանաս Աստծո խոսքի վրա, մարմնի դիրք, օգտագործիր ծնկի գալը, ձեռք բարձրացնելը։ Մյուսը
ունեցիր օրագիր, ուշադրության օրագիր։ Ես ունեմ, հեռախոսիս մեջ եմ գրում, իմ ուրիշ սարքի մեջ եմ գրում, գրիչ եմ ունենում միշտ, գրում եմ։ Եթե Տերը ինձ մի պատգամ է տալիս, Վարդուշ քուրը այսօր խոսած, ես ինձ համար պատգամ ստացա, գրեցի, գրի առ, ինչ ես լսել, ինչ ես զգում քո ներսում, ինչ խոսք ստացար Աստվածաշնչից, քուրեր եղբայրներ, մեղք չի Աստվածաշնչի մեջ գրառում անելը, նշիր, մեղքա ընդհանրապես այնպեսի գիրք ունենալը, որը նոր բացել ես, հետո ասում ես գիրքը տատուցս նվեր եմ ստացել, մաքուր, հələ նա ինչ թարմ է, այդ դա մեղք է ինձ համար։ Թող մաշվի այս գիրքը, բայց նորոգվի քո հոգին Աստծո խոսքով, գրի առ։ Եվ վերջինը, պրակտիկ խորհուրդ, 5-րդը, միտքդ վերահսկիր, պահակ դիր քո մտքին, պահպանիր քո գիտակցությամբ։ Փիլիպեցիների 4:8-ն է ասում, չէ, որ այնինչ ճշմարիտ է, այնինչ պարկեշտ է, արդար, անարատ, սիրելի, ինչ որ բարեհամբավ, առաքինի, գովելի, այն մտածեք։ Լավ թեստ է, թե չէ, քույրեր եղբայրներ։ Հիմա անցկացրու այս ֆիլտրով, այնինչ ես մտածում եմ, արդյոք ճշմարիտ է։ Օրինակ միտք է գալիս, դու մեռնելու ես շուտով, որտեվ իրականում այդ բշտիկը ուռուցք է։ Ահա, միտքը եկավ, վերցրեցիր, գնաց մեջդ։ Հիմա ճշմարիտ է դա, չէ։ Պարկեշտ է դա, ինչ որ դու հիմա մտածում ես, չէ։ Թափիր դուրս։ Արդար, անարատ, սիրելի, բարեհամբավ, առաքինի, գովելի այն մտածեք։ Մնացածը դուրս թափի։ Վերահսկիր միտքդ։ Ոչ բոլոր մտքերն են արժանի լսվելու։ Երբ որ գլխումդ գալիս են շեղող, անիմաստ կամ մեղադրող մտքեր, հակազդիր Աստծո խոսքով, Աստվածաշնչով։ Ու ամենավերջում ուզում եմ հետևյալն ասել։ Մեր ուշադրության մասն էր այս պատգամը, բայց 102 Սաղմոսի 17 խոսքը հետևյալն է ասում. Նա, այսինքն Աստված, ուշադրություն է դարձնում, ինչ հրաշալի է, մեր Աստված ուշադրություն է դարձնում խեղճերի աղոթքին և չի անարգում նրանց աղոթքը, լավա, հեճեղելա, որ Աստված ձեր աղոթքին ուշադրություն դարձնի, Աստված ձեզ ուշադրության է արժանացրել, արժի, որ մենք էլ Աստծուն ուշադրության արժանացնենք ամեն օր, առաջին տեղը տանք մեր կյանքի մեջ, իր խոսքը ուշադրության արժանանա մեր կյանքում, մեր աչքերի առաջ լինի։